Եվ այսպես հեռանկարն է եթերում։ Մենք արդեն նշեցինք, որ Հայաստանի քաղաքական ուժերի մասնակցությամբ բացառությամբ Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող քաղաքական ուժերի այսօր Ղարաբաղյան քննարկումներ են անցկացվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային մարզամշակութային կենտրոնում։ Քննարկումները նախաձեռնել է Հանրապետության նախագահ, որին մասնակցել են 50 քաղաքական ուժեր, քննարկումներն անցել են փակ դռների հետևում։ Իմ զրուցակից այսօր հեռանկարում Հայաստանի նախկին արտգործնախարար Civitas հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանն է, բարև ձեզ, պարոն Օսկանյան։ Ես ենթադրում եմ, որ դուք եթե քաղաքական որևէ ուժ չեք ներկայացնում այս պահին, այդ քննարկումները հրավիրված չեք եղել։ Չէ, հրավիրվել։ Բայց հետաքրքրում է ձեզ առիթը, որպես նախադեպ, առաջին անգամ կարծեմ այսպիսի բան է արվում։ Հրավիրվում են մեծ քանակի քաղաքական գործիչներ, բնականաբար տարբեր տեսակետներ, դիրքորոշումներ ներկայացնող, քննարկում են մի հարց։ Մեր համար էական, կենսական նշանակություն ունեցող հարց, որի շուրջ վերջին շրջանում ի դեպ բավականին ակտիվացած գործընթացներ են ծավալվում։ Ինքը երևույթը ինչ որ բան հուշում է։ Այնուհետև ես կարծում եմ երևույթը ինքը հետաքրական է, իսկապես սա աննախադեպ է, առաջի անգամ է արվում։ Ես կարծում եմ, որ նախագահի հիմնական նպատակը առաջի հերթին եղել է այն, որ քաղաքական ուժերին եւ մեր հասարակությանը նրանց միջոցով հանգստացնի այն սիսավների նկատմամբ, որ վերջերս շատ լայն տարածում էր գտել, որտեղ դարաբնույթ մեկնաբանություններ էին արվում նախագահի վարած քաղաքականության նկատմամբ, Մոսկվայում ստորագրված փաստաթղթի տարբեր մեկնաբանություններ։ Ես կարծում եմ, որ նախագահի հիմնական նպատակը առաջի հերթին եղել է մեր ժողովրդին հանգստացնի քաղաքական ուժերի միջոցով։ Իսկ դրանից այն կողմ ես իսկապես դժվարանում եմ, գիտես, կանխակուշակել թե այնտեղ ինչ է դեղի ունեցել, նախագահը ինչ կան է բացել փոխանցագությունը։ Ես կարծում եմ, որ ամենանթես թերևս պահը չի եկել փաստաթղթի քննարկմանը քաղաքական ուժերի հետ, որտեղ ես գիտեմ, որ այնտեղ թերևս բազմաթիվ դարակարծություններ կան, թերևս կորզաթիրը նախագահ արտգործնախարարը շատ անելիք ունեն, թերևս շատ վաղ է փաստաթուղթը դնել քննարկման, նույնիսկ փոխանցագությունը բացել քաղաքական ուժերի առաջ, որովհետև դրանց թիվը իսկապես շատ մեծ է եղել, 50-ն է։ Այնպես որ իմ ենթարկությունը այն է, որ նախագահի հիմնական նպատակը եղել է հանգստացնել մեր հասարակության, որ ամեն ինչ նորմալ է, մտահոգվելու կարիք չկա, կոպիտ ասած, այսպես ես այդ տերմինը ընդհանրապես չեմ օգտագործում, որ Ղարաբաղը ոչ ոք չի տալիս։ Ես կարծում եմ, որ դա եղել եւ այդ առումով ես կարծում եմ, որ նախագահի կողմից դա ճիշտ քայլ է։ Պարոն Օսկանյան, այդ դեպքում հակառակ կողմից գանք, ակտիվացման լիցքերը որտեղ փնտրել։ Այդ նախագահի ցանկության մեջ, ես կարծում եմ, որ նախագահը իսկապես ուզում է հարցը կարգավորել։ Այդ ցանկությունը միշտ էլ եղել է, ասեմ, նախորդ 10 տարիների ընթացքում, հատկապես վերջի 3-4, երբ արդեն Պրագյան process-ը իրեք փոխանցագություն էր ստացել եւ կար սեղանի վրա փաստաթուղթ, որը մեծ հաշվով կոմպրոմիսային փաստաթուղթ էր, այնտեղ այնպիսի սկզբունքներ էին ներառված, որ իրոք կարելի էր դրանք լուրջ քննարկել եւ նաեւ ընդունել, մեր մոտ էլ ցանկությունը մեծ էր հարցի կարգավորմանը։ Բայց չստացվեց, որովհետև իրեք այն սահմանակիցը, որ մենք մեզ համար նշել էինք, չէինք կարող դրանից ներքև իջնել, իսկ Ադրբեջանը պատրաստակամություն չցուցաբերեց վերջի տարիների ընթացքում, թեկուզ եւ այդ սահմանակիցի մոտակայքում ինչ որ համացանության գալ տարբեր սկզբունքների եւ նրանց մանրամասների նկատմամբ։ Այսօր իրավիճակը մի քիչ փոխվել է։ Ռուս-վրացական հագամարտությունը, ստեղծված նոր աշխարհակաղակական իրավիճակը, Ադրբեջանի նախագահի արդեն երկրորդ ընտրությունը, ես կարծում եմ, որ կարող է ինչ որ բաներ այնպես են փոխվել, որ այսօր ավելի մեծ միգուցե հնարավորություն կա Ադրբեջանի կողմից ինչ որ զիջումների գնալու, որպեսզի մենք կարողանանք այն սահմանակիցը, որ մենք մեզ գծել ենք, եւ ես չեմ տեսնում իսկապես թե անկախ դրանից թե ով է հանրապետության նախագահը կարող է իջնի այդ սահմանակիցից։ Ես ենթադրում եմ, որ միգուցե Ադրբեջանում ինչ որ բաներ կարող է փոխված լինեն, ստեղծված իրավիճակում, եւ Ադրբեջանը գնա եւ համաձայնվի այդ սահմանակիցի շուրջ ինչ որ համաձայնության գալ։ Պարոն Օսկանյան, նախկինում այսպիսի քննարկումներ անցկացնելու ցանկություն ձեր մոտ չէր առաջանում։ Խոսքը նախկին իշխանության մասին է, երբ դուք արտգործնախարարն եք։ Անհատ կուսակցությունների քաղաքական ուժերի հետ ես ինքս անձամբ խորհրդակցություններ անցկացրել եմ։
Հանրապետության նախագահը գիտեմ, որ կոալիցիոն կուսակցությունների հետ քննարկումներ անցկացրել է, որոշ մանրամասներ է դվել, նրանք տեղյակ են փաստաթղթի փոխանցագությունից։ Ուղղակի այս անգամ քննարկումները դուք նմանացնում եք նաև այս քննարկումները։ Գիտեք, այստեղ չափսերը շատ ավելի մեծ են, մասնագետների թիվը շատ ավելի մեծ է։ Ես իսկապես չեմ կարող իրոք ինչ որ կանխագուշակումներ անել, ասել թե ճիշտ է սխալ է նախագահի արած, որովհետև չգիտեմ այնտեղ ինչ է քննարկվել, բայց ինքը մոդեցումը աննախադեպ է, նախաձեռնությունը հետաքրական է, հույսով եմ, որ սա կբերի ինչ որ դրական տեղաշարժերի։ Հիմա այն ուժերը, ովքեր որոշակի խոճապային տրամադրություններ են արտահայտում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ, ունեն որոշակի հիմքեր այս փուլը։ Ես կարծում եմ, որ չէ, որովհետև նրանք փաստաթղթ չեն տեսել, մանրամասները չգիտեն, եւ թեկուզ եւ մոսկովյան այդ ստորագրված փաստաթղթին ինչպես որ դարաբնույթ մեկնաբանությունից ելնելով դերևս չկա հիմք, որ ինչ որ լուրջ մտահոգությունների դեղիք տար։ Առավելից ես որ նախագահը իսկապես բادرազմի մասնագիծ է, ինքը լավ գիտի ինչ հնարավոր է, ինչ հնարավոր չի, լավ գիտի, ես կարծում եմ մեր ժողովրդի կողմից թեկուզ եւ երևակայական այսպես չկրված նախագծված սահմանները ես ինքս անձամբ մտահոգություն չունեմ, որ նախագահը ինչ որ ամիսի քայլերի կգնա, որ մեր շահերին դեմ կլինի։ Բայց Ղարաբաղի հարցը միշտ էլ քաղաքական շահարկումների առարկա եղել է, տարբեր առիթներով քաղաքական ուժերը փորձեր են շահարկել։ Ամենայն թե սա լուրջ համազգային խնդիր է, ես ոչ մեկին չեմ կարող մեղադրել, ճիշտ է, որ մարդիկ մտահոգվեն, եւ ես կարծում եմ նախագահը միգուցե ճիշտ է արել, որ բոլորին կանչել է, բացառություններ է տվել, որպեսզի հանգստացնի եւ քաղաքական ուժերին եւ նրանց միջոցով մեր հասարակությունը։ Պարոն Օսկան, իսկ գոնե կարելի է ասել, մեր վիճակը այսօր ավելի բարդ է, քան մի տարի առաջ, թե ոչ։ Ես չէի ասի, գիտես, որ բարդ է նվեր։ Ես կարծում եմ, որ մենք այս վերջի շրջանին թիվանագիտական որոշ առաջընթաց ունեցել ենք բանակցություններում։ Ես հիշում եմ 10 տարի առաջ, երբ մենք գործընթացը սկսեցինք, որովին այլ բան էինք ժառանգել։ Միջազգային հանրության մոտ շատ հստակ այսպես որոշված մոդեցումներ կար Ղարաբաղի հարցում։ Միանշանակ նրանց մտքում հարցի ղեկավարումը Ադրբեջանի գազում էր։ Բայց շատ բան փոխվեց, դարբեր էթապներ անցանք ընդհանուր պետության փաստաթղթից QS եւ վերջապես Պրագյան այս գործընթացը, որի արդյունքում մենք ստացանք մի փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը հստակորեն ամրագրվել է։ Ադրբեջանը վերջ-վերջո դա կընդունի թե չէ, դա երկրորդական խնդիր է։ Կամ դրա դիմաց այնինչ որ մենք հավացանում ենք զիջել այդ մեծ փոխզիջումային փաթեթում, դա ընդունելի կլինի մեր ժողովրդի համար թե չէ, դա հարցի մյուս կողմն է։ Բայց փաստը, որ մեր թիվանագիտության հաջողվել է իսկապես հասնել դրան, որ ձեռք բերել մի փաստաթուղթ, որտեղ սևը սպիտակի վրա գրվել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքը պետք է որոշի իր ճակատագիրը եւ ղարքավիճակը, ես կարծում եմ, որ սա մեզ համար դրական տեղաշարժ է եւ մեզ դնում է դիվանագիտականորեն առավել դրական պայմաններում։ Այդ բանը գիտեմ, որ դեռևս չի փոխվել։ Այնպես որ այսօր, ինչպես նախկինում վերջի մի քանի տարիներում, ես կարծում եմ, որ մենք ամենայն թևս դրական եւ շահեկան վիճակում ենք գտնվում։ Այսինքն, պարոն Օսկանյան, այս իշխանությունները Հայաստանի չեն անում մի բան, որը հակասում է նախորդ իշխանությունների արածին։ Կամ չի բխում արածի տրամաբանությունը։ Փաստաթուղթը նույն փաստաթուղթն է։ Գիտեմ, որ բանակցությունները դրա շուրջ են շարունակվում։ Տարբեր քաղաքական ուժեր, տարբեր մեկնաբանություններ են տալիս, քննադատում են։ Ես ասեմ, նայեք, փաստաթուղթը ինքը ունի հիմնական սկզբունքներ եւ այդ սկզբունքներից բխող բազմաթիվ մանրամասներ։ Մանրամասների մեջ այսօր դերևս էական տարբերություններ կան։ Սկզբունքները ոչ բոլորն են համաձայնեցված կողմերի միջև, բայց սկզբունքներից հիմնականը, որ վերաբերում է ղարքավիճակին, պետք չէ մեր ձեռից մենք բաց թողենք։ Ես ուղղակի համոզված եմ դրան։ Դրա համար էլ այս փաստաթղթի մեջ ես արժեք տեսնում եմ։ Մնում է, թե մենք ինչպես կշարունակենք բանակցել, ինչպիսի հետագա հաջողություններ կունենանք եւ կկարողանանք արդյոք մյուս սկզբունքների եւ մանրամասների շուրջ այնպիսի լուծումներ գտնել, որը գամրակրի առաջի հիմնական սկզբունքի ինքնորոշումը եւ այդ մյուս հարցերում մենք մեր ազգային շահերի դեմ ինչ-որ քայլերի չենք գնում։ Պարոն Օսկանյան, այսինքն այսօր Հայաստանի արտգործնախարարը գնում է այն նույն ճանապարհով, ինչով գնում էիք դուք տարիներ շարունակ։ Ես ենթադրում եմ, մի քանի բանակցությունների փուլ է եղել, ես մանրամասներին չեմ դիրապետում, բայց երբ ասում են, որ քննարկումները գնում են նույն փաստաթղթի շուրջ, ենթադրում եմ, որ մեծ հաշվով նույն ճանապարհով ենք գնում։
Գիտեք, ակնհայտ է, որ տեղեկատվության պակաս կա։ Երբ լսվում է տարակարծություններ, միևնույն խնդրի շուրջ, այն էլ բևեռացված տարակարծություններ, առաջի տպավորությունն այնպեսին է, որ այն մարդիկ, ովքեր դատողություններ են անում այս խնդրի շուրջ, առնվազն տեղեկացված չեն։ Դուք այդ մարդկանց շարքին չեք պատկանում, բայց չեք ասում այն, ինչը կարելի է ասել։ Այսօր կարելի է ինչ-որ բան ասել, այն ասվածից, որը դուք ասել եք այսքան ժամանակ։ Այս փաստաթղթի եւ դրա փոխանցման մասին կոնկրետ մադրիդյան սկզբունք ասվածը ձեր օրոք է դա հրապարակիչ էլ եւ գոնե դուք կիմանաք այդ մադրիդյան սկզբունք ասվածը ինչ բան է, դա փաստաթուղթ է թե ընդամենը բանավոր համաձայնությունների այսպես։ Չէ, փաստաթուղթ է, բայց դա չստորագրված փաստաթուղթ է, դա աշխատանքային փաստաթուղթ է։ Ուղղակի տարբերվում է նախորդ փաստաթուղթերից։ Բայց ամեն ինչ խարսվում դրա վրա։ Դե որտեվ այսօր սեղանի վրա եղած փաստաթուղթը դա է։ Այն բահին, որ համանախկաները կասեն, որ սա չի աշխատում արդեն եւ սեղանից կհանեն եւ բանակցությունները այլ ուղղությամբ կգնան, նոր կասենք, որ սեղանի վրա գրավոր փաստաթուղթ չկա, բայց այսօր, ինչպես նաև Մոսկվայի ստորագրված հռչակագրում նշվում է թեգուզ եւ անուղագի մադրիդյան գործընթացը, կարելի է եզրակացնել, որ դերևս այդ փաստաթղթի ուժի մեջ է եւ կողմերը շարունակում են բանակցել հիմնվելով այդ փաստաթղթի սկզբունքների վրա։ Ինչն է խանգարում այդ սկզբունքների մասին խոսել ավելի բաց։ Եթե այն բխում է մեր շահից, ինչպեսին ներկայացնում է այսօր փաստաթուղթի փոխանցությունը պետք չէ վտանգել։ Ես կարծում եմ, որ ընդհանուր պայմանավորվածություն կա այդ փաստաթուղթը չբացել։ Այնպես որ այդ պայմանավորվածությունը պետք է հարգել։ Բայց այս փաստաթղթի եւ նրա փոխանցության շուրջ այնքան քննարկումներ են եղել եւ այնքան հայտարարություններ, հրաբարակումներ, որ ես կարծում եմ, որ ամեն ինչ կարծեք թե սեղանի վրա է։ Իմ կողմից ճիշտ չի լինի իմ այդ բոլորը ամփոփել եւ ասել սրանք են, բայց ովքեր որ հետևել են գործընթացին, ես կարծում եմ, որ դժվարություն պետք չէ ունենան եզրակացնել։ Ասում եք ընդմիջումից հետո կտրուկ փոխում ենք թեման, եթե համաձայն եք, անցնենք ընդմիջման, լսում ենք հեռանկարում այսօր նախկին արտգործնախարար Civitas հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանին։ Հետևեք մեզ մի քանի րոպեից։ Հեռանկարում այսօր նախկին արտգործնախարար Civitas հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանն է։ Պարոն Օսկանյան, այն ինչից մենք խոսում ենք, դուք ձեր մեր զրույցում չմատնանշեցիք երբեք, որ այս բոլոր գործընթացների հետ կարող է կապ ունենալ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Հայաստանի տնտեսական իրավիճակը, սոցիալական իրավիճակը։ Ես ուզում եմ ենթադրել, որ դուք եք համոզված, որ դրանց մեջ բնականon կապ գոյություն չունի։ Կապ ունի թե չունի, ունի, ունի կապ։ Իհարկե, ես միշտ ասել եմ եւ դա իմ գործունեության ընթացքում միանշանակորեն զգացել եմ, երբ որ ներսում իրավիճակը գայուն չի, դրսում մեր արտաքին քաղաքականությունը արդյունավետ չի եղել, այնպես որ ներքին գործընթացները ժողովրդավարության հետ կապված, տնտեսության զարգացման հետ կապված, քաղաքական process-ները էապես են դրսի Հայաստանի ընկալման առումով եւ նաեւ մեր գործունեության արդյունավետության առումով։ Դուք կոնկրետ ինչ տագնապներ ունեք։ Այս պայմանությամբ ես կարծում եմ, որ ներքաղաքական դաշտում բավական լուրջ մտահոգիչ երևույթներ կան։ Նույն ես կարծում եմ, որ ամեն ինչի հիմքը վերջերս քաղաքականությունն է։ Ընդդիմություն, իշխանություն, հակասությունը կոնկրետ նկատի ունեք։ Կամ ընդհանրապես դաշտի անառողջ լինելը։ Հակասությունը դա բնական է պետք է լինի, բայց դա անառողջ հակասություն է։ Հակագշիրները թերևս ճիշտ չեն դրսևորում իրենց։ Ես կարծում եմ մենք լուրջ աշխատանք ունենք քաղաքական դաշտում, որովհետև ամեն ինչ հիմքը իսկապես քաղաքականությունն է, քաղաքական հիմքն է։ Ոչ տնտեսություն մենք կարող ենք զարգացնել այն մագարտակի, որի մասին մենք խոսում ենք կամ ցկտում ենք, ոչ էլ կարողանանք ամուր պետություն կառուցել, եթե մեր քաղաքական հիմքերը ամուր չլինեն։ Այդ աշխատանքի որ տոկոսը տանք ընդդիմությանը, որ տոկոսը տանք իշխանությանը, որպեսզի բարձր լինի։ Գիտեք, տոկոսների խնդիր չկա, յուրաքանչյուրը, եթե հավասար դաշտ է ստեղծվում, իր տոկոսը պետք է վերցնի։ Կարող է մի բահ լինի, որ աշխատությունը բարձր տոկոս ունենա, ընդդիմությունը ցածր եւ հակառակը, սա է ժողովրդավարությունը, բայց այդ հավասար պայմանները թերևս չի ստեղծվել։ Մեր քաղաքական դաշտը առողջ չի։ Ընդդիմության ըմբռնումը մեր հասարակության մոտ, դժբախտաբար, դա հասարակության մեղքով չի։ Մենք շատ սխալ բան ենք արել այս տարիների ընթացքում։ Ճիշտ չի ձևավորվել։ Ընդդիմությունը դա պետք է լինի այն ուժը, որը կարողանա աշխատելով քաղաքական դաշտում առաջի հերթին նպաստի բեդության խնդիրների լուծմանը, որովհետև բեդության խնդիրները դա մեր ժողովրդի խնդիրն են։ Եվ պետք է իշխանությունը ընդդիմության մեջ միայն ու միայն իշխանություն վերցնելու սպառնալիք չտեսնի։ Այս բանը համագործակցությունը կամ գիտեք ներգրավվածությունը երկուստեք մեր մոտ թերևս չի ստացվել։
Մենք ունենք ծայրահեղ ինքնություն, ունենք իշխանություն, իրար հետ երկխոսություն չունեն այս երկուսը։ Այնպես որ այսօր քաղաքապարական ինտիմության պակաս կա նվեր։ Դա երբեք մեր մոտ չի ձևավորվել դժբախտաբար։ Եղել են ինչ-որ կարճ ժամանակ, որ ինչ-որ բան այսպես սահմանային վիճակում հայտնվել է, բայց ամեն ինչ արել ենք դա ցախովեցնելու, ոչնչացնելու համար, որովհետև դա չի փխել այդ պահի տարբեր շահերից։ Ես կարծում եմ, որ մենք պետք է կենտրոնանանք դրա վրա, քաղաքապարական ինտիմություն մենք պետք է կարողանանք ստեղծել։ Ես քաղաքապարական ինտիմություն հավակնում է ստեղծել Civitas-ը, ես ճիշտ եմ հարցնում։ Civitas-ը հիմնադրամ է, քաղաքական կոորդինացիություն չի ծավալելու, բայց Վարդան Օսկանյանը որպես անհատ, որպես նախկին արտգործնախարար Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այո, ուզում է այդ դաշտում լինի։ Բայց իմ այնտեղ լինելը ինչպեսի դրսևորում կունենա, երբ կլինի թերևս հստակ չի, բայց ես դրա գարիկը զգում եմ։ Ես չեմ հավակնում ինչ որ գիտեք չգիտեմ ինչ անելու, բայց փորձ եմ անելու, որովհետև կարծում եմ, որ դրա գարիկը այսօր կա, հասարակական պահանջ կա։ Մենք պետք է կարողանանք մեր ժողովրդի մոտ ընկալումը ինտիմության փոխել եւ կարողանանք ինտիմություն, իշխանություն, հարաբերությունները առողջ հիմքերի վրա դնել, որովհետեւ մենք կարողանանք այդ դիալեկտիկան ստեղծել, այդ երկուսի միջև, որովհետեւ կարողանանք առաջընթաց ապահովենք։ Առանց դրան ես կարծում եմ, որ մեզ շատ դժվար կլինի, որովհետեւ այսօր տնտեսական ռեֆորմները ենթադրենք։ Նրանց հաջողության հիմնական գրավականը դա քաղաքական ուժերի աջակցությունն է, քաղաքացիական հասարակության աջակցությունն, որը չկա։ Այս երկուսն էլ ես կարծում եմ, որ չկան։ Դրա համար էլ եւ նախագահին եւ կառավարությանը իսկապես շատ դժվար կլինի երկրորդ սերնդի բարեփոխումները արագ իրականացնել, որովհետեւ մեր հասարակության մեջ այնպիսի քարացած մտայնություն եւ իրավիճակներ են ձևավորվել, որ նույնիսկ նախագահին առանց քաղաքացիական հասարակության աջակցության եւ քաղաքական ուժերի եւ ինտիմության ընթորում շատ դժվար կլինի նախագահին այդ բոլորին լուծումներ տալ եւ նպաստել երկրի առաջընթացին։ Այսօր մենք տնտեսական ճգնաժամի առաջ ենք նվեր։ Ես կարծում եմ, որ մեր մոտ բարեփոխումները պետք է արագացվեն ճանապարհներից մեկը այդ ճգնաժամը դիմագրավելու։ Մենք պետք է կարողանանք հավասար մրցակցության դաշտ ստեղծենք, մոնոպոլիան վերացնենք։ Հարգային դաշտում մենք պետք է կարողանանք լուրջ ռեֆորմներ անել։ Սրանք լուրջ խթան կարող են լինել այս ճգնաժամային փուլում, որովհետեւ մեր տնտեսությունը շարունակի աճել եւ մենք չմտնենք ինչ-որ ռեսեսիոն իրավիճակների։ Կառավարության քայլերը այդ մասով ցեզ վստահություն չեն նշում։ Նայեք, ես վարչապետի ելույթ խորհրդարանում լսել եմ, մեծ հաշվով ես դրական եմ գնահատում, որովհետեւ մի փուլ իսկապես մտահոգում էր այն հանգամանքը, որ իշխանությունները կամ կառավարությունը ասում են, որ ճգնաժամը մեր վրա չի ազդելու։ Առաջի քայլը կարևոր այն է, որ բոլորը գիտակցում են, որ սա ազդելու է, անխուսափելի է։ Այնպես որ ես դրական եմ գնահատում, բայց վարչապետի ելույթը թերևս ընդհանրությունների մեջ է։ Ես կարծում եմ, որ հատկապես փոքր միջին բիզնեսի մասով, որը նախորդ 10 տարիների ընթացքում ձևավորվել է եւ մեր հասարակության կարծում եմ, որ ողնաշարն է տնտեսության, այդ ոլորտի վերապերող քայլերը շատ ավելի կոնկրետ պետք է լինեն, որովհետեւ մարդիկ տեսնեն, հավատան եւ նրանց հույս ներշնչի, որովհետեւ կարողանանք մենք տնտեսությունը կենթանի պահել։ Օրինակ ես կարծում եմ, որ գիտեք, վարչապետը խոսել է ընդհանուր ծրագրերի մասին, բայց շատ ավելի կոնկրետ խթանիչ փաթեթ պետք է լինի։ Ինչ որ մի գումարի որ մենք ժամանակ չունենք երկար մտածելու։ Հա, իհարկե, որովհետեւ նայեք, ճգնաժամը ազդել է արդեն Ռուսաստանի վրա։ Ինչ շատ մտահոգում է իսկապես, որ եթե հանգարց ոչ միայն տրանսֆերտների հարցերով մենք դուժելու ենք, այլ նաեւ եթե այնտեղ մարդիկ աշխատանքից ազատվեն, առաջին օտարներն են լինելու եւ եթե մեր քույրերը, հորեղբայրները, հայրերը վերադառնան Ռուսաստանից, մեր մոտ շատ լուրջ ինչ-որ կարող է որ մեր ապրելու կենսամակարդակը մենք ուղիղ տրանսֆերտի հետ ենք կապում։ Եթե ինչ-որ մի բան պատահի տրանսֆերտների, մեր վիճակը այստեղ վատանում է։ Ծայրահեղության չդանենք, ամբողջության չէ, բայց դա կարևոր մասն է, հատկապես մեր հասարակության ամենախոցելի շրջանակներին։ Դրա համար էլ խթանիչ փաթեթը ես կարծում եմ, որ իշխանությունները շատ արագ պետք է հայտարարեն, հստակ գումար լինի եւ այդ գումարը հատկացվի շատ կոնկրետ նպատակային այնպիսի ջուղերի մեջ, որոնք միջական ազդեցություն կունենան մեր տնտեսության վրա աշխատատեղերը ստեղծելու առումով։ Պարոն Օսկանյան, դուք քաղաքական դաշտի, ինչպես նշեցիք, անմիջական խաղացող եք այսօր համարվում, թե առայժմ հետևում եք, ինչ է կատարվում, հետո կանեք ձեր մուտքը։ Ես հիմնականում հետևում եմ եւ խորհրդակցություններ եմ անցկացնում։ Ես լսում եմ մարդկանց։ Ոչ միայն քաղաքական այսպես դիտորդներին կամ քաղաքակետներին կամ քաղաքական կորձիչներին, եւ նաեւ հասարակ ժողովրդի հետ եմ խոսում։ Սովորական մարդկանց հետ նրանց կարծիքն եմ իմանում։ Ինչպես ասում են, դուք ձեր թիմը ձևավորելով եք։ Գիտեք, հասարակական բանը ինչ է։ Ես թիմ չեմ ձևավորում, գաղափարներ եմ ձևավորում։ Իմ մտքի մեջ բավական հստակ է, թե այսօր գարիկը ինչ է։
քաղաքական առումով, որը նաև համահունչ է իմ մտածումների հետ։ Այնպես որ այնտեղ կարծում եմ, որ քաղաքական խնդիր չի լինի, թիմ ձևավորումը ժամանակը գանենք, այսօր պետք է ճիշտ պատրաստվել ճիշտ ժամանակին այդ քայլը անելու, բայց որ գա հասարակական պահանջ քաղաքական ընդդիմության, որը կարողանա նպաստել իր գործունեությամբ քաղաքական դաշտի առողջացմանը, սա միանշանակ է։ Առանց դրան իսկապես ես կարծում եմ, որ ոչ քաղաքական, ոչ էլ այլ ոլորտներում, առավել եւս արտաքին քաղաքական ոլորտում մենք մեծ հաջողություններ չենք կարող։ Պարոն Օսկանյան, իմ մտքով անցնում է, որ դուք ինչ որ բանի համար զղջում եք, որ ժամանակին չեք արել, այսօր եք ուզում անել։ Այն էր, մի փոքր դժվարություն կա քո ասածի մեջ, որովհետև ես հաճախ եմ մտածել, թե ես ինձ երբ այդ պահը պետք է ընձեռնեմ, որպեսզի կարողանամ ավելի ազատ խոսել ավելի մեծ խնդիրների մասին, խոսել մեր հասարակության վերաբերող հարցերի եւ ցավերի մասին։ Մեր պետության, գիտեք, չէ, այդ 10 տարիներ իմ արտաքին գործերի նախարարության այնքան զբաղ է եղել։ Իմ առաջ այնպիսի մեծ խնդիրներ են դրվել, որ ես համարել եմ, որ իմ կողմից ճիշտ չի լինի ես ինչ որ թողեմ ջկես ճանապարհին դուրս կամ եւ զբաղվեմ քաղաքականությամբ։ Բայց դրա ցանկությունը իմ մոտ շատ է եղել եւ եղել է հատկապես այն պահերին, երբ այնպիսի իրադարձություններ են եղել Հայաստանում, որոնց հետ ես համաձայն չեմ եղել։ Այդպիսի պահեր բազմաթիվ են եղել, բայց վերջո մեծ հաշվով իմ հավատարմությունը նվիրումը երկրին, արտաքին քաղաքական կարևոր հարցերում, Ղարաբաղ եւ այլն, ինձ միշտ այսպես ուղղորդել է մնալ այդ գծի մեջ, ավարտել ինձ համար կարևոր մի փուլ, որ այդ 10 տարին էր, դրանից հետո արդեն որոշում կայացնել այն ինչը որ ես այսօր որոշել եմ։ Ինձ նվեր հնարավորություն դրվել է շարունակել ոչ որպես արտգործնախարար միգուցե, բայց կառավարության մեջ ինչ որ բան ստանցնելով, բայց ես համարելով որ ինչ որ մի փուլ իմ աշխատանքը արել եմ եւ ես իրավունք վաստակել եմ արդեն չէ ասելու եւ այլ բան անելու։ Եվ դա ունի իր բացատրությունը որոշ շրջանակներում ասում են Վարդան Օսկանյանը Ռոբերտ Քոչարյանի թիմից է եւ նա հետ քաշվեց իր թիմի հետ։ Ես Ռոբերտ Քոչարյանի թիմից եմ եղել, որ Ռոբերտ Քոչարյանի արտաքին գործերի նախարարն եմ եղել։ Ես Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից եմ եղել, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ արտաքին գործերի փոխնախարար եմ եղել։ Բայց իմ փոխնախարարի հանգամանքը այդ օրերին այլ որակ ուներ, որովհետև Ղարաբաղի հիմնական բանակնացն է եւ իսկապես Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի մաս էի կազմում։ Ես սա չեմ վախենում ասել, չեմ թաքցնում, որովհետև գիտեմ, որ ինձ քննադատում են, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանի մոդեցումները Ղարաբաղի հարցում տարբերվում էին Քոչարյանի մոդեցումներից եւ ասում էին, որ այնտեղ ինչ որ կոնֆորմիստական բան կա։ Ես չեմ ընդունում այդ քննադատությունը։ Դա քննարկման առանցին հարց է։ Ղարաբաղի հարցման բազմաթիվ լուծման բազմաթիվ ճանապարհներ կան, այնքան ժամանակ որ այդ ճանապարհները իրենց մեջ ճակատագրական այսպես սխալներ չեն բարունակում, թավաճանություն չկա, Ղարաբաղը դալու ինչ որ միտում չկա, այդ բոլորն էլ դարբերակ են։ Եվ ես որպես դիվանագետ պրոֆեսիոնալ կարող եմ բոլորն էլ պաշտպանել։ Այնտեղ սկզբունքային այսպես բահը կա, ես ավելի մի օր մանրամասն միգուցե իմ գրքում դրա մասին խոսեմ, ես կարծում եմ, որ այն ինչ որ այսօր կա, բոլորը եղել է դրամապանական շարունակություն 91 թվականից սկսած գործընթացների վարված քաղաքականության իշխանափոխությամբ եւ մինչեւ այսօր։ Դա դրամապանական շարունակություն է եղել։ Եթե չլիներ Տեր-Պետրոսյանի փուլը, չէր լինի Քոչարյանի շրջանը, չէր լինի այսօր, ես կարծում եմ, որ այդ բոլորը մեր պատմությունն է եւ դրանից մենք չենք կարող հրաժարվել եւ մենք ամաչելու բան չունենք, ամենակարևորը դա է։ Պարոն Օսկանյան, դուք երկրորդ նախագահի հետ ինչ շփումներ ունեք, ինչպիսի հարաբերություններ են այս ընթացքում։ Քաղաքական կոորդինացիան առումով որևէ այսպես հարաբերություն չկա, նախկա իր բաշխումը թողելուց, ես իմ բաշխումը թողելուց հետո արիթ եղել է, նախկայի հետ հանդիպել ենք, խոսել ենք, իրավիճակը վերլուծել ենք, բայց այն լուրերը, որ դարածում է, որ Քոչարյանն է ստեղծել Civitas հիմնադրամ, բացարձակապես կապ չունի։ Իսկ քաղաքական իմ կոորդինատորությունը նույնպես կապում են Քոչարյանի հետ, նույնը կարող եմ ասել այդ առումով։ Քոչարյանը իմ քաղաքական կոորդինատորի հետ կապ չունի։ Նախագահը թերևս իր որոշումը չի կայացրել, կարծեք թե ինքը ինչ է անելու, առայժմ հանգստանում է։ Ես իմ որոշումը կայացրել եմ։ Ստեղծել եմ հիմնադրամը, որը կսպաղվի Հայաստանում քաղաքացիական հասարակության ամրակմանը, նրանց գիտակցության բարձրացմանը, որովհետև սա շատ կարևոր է եւ ճիշտ պահին ես կմտնեմ քաղաքականություն, դա կլինի քաղաքական գուսակցության շարժման, թե ինչ որ մի այլ ճանապարհով ժամանակը ցույց կտա։ Պարոն Օսկանյան, դուք ժամանակի հերվից կարող եք մարտի 1-ին անել մի բան, որը ավելի օգտակար լիներ, որն ավելի արդյունավետ լիներ եւ այս զարգացումները միգուցե չլինեին։ Նույնն է, ես մեծամտություն չտվա, երբ ասեմ, որ ես դա փորձեր եմ արել։
Ես մարտի 1-ին, եթե հիշում եք, հերոստայեթերում եմ եղել, մամուլի ասիլիսում, երբ նախագահը խնդրեց, որտեղ օդար թղթակիցներ գային, որ այդ մամուլի ասիլիսը ես անեմ, որտեղ նախադեсված որ նախագահը պետք է աներ, բայց որովհետև նախագահը հավանական արտահերթ իրավիճակ, արտակարգ իրավիճակ ստեղծած փաստաթղթային այսպես սպառվածության մեջ էր, խնդրեց, որ ես անեմ։ Եվ հիմնական պատճառը, որ ես համաձայնվեցի դա արեցի, որովհետեւ կարողանամ իսկապես կոչ անել եւ իշխանությանը եւ ընդդիմությանը ստապվելու, որովհետեւ ես կարծում եմ, որ այդ պահին դեռ հնարավորություն կար երկխոսության։ Երբ ես ելույթ ունեցա ամսի 1-ին, ժամը 6:30 էր, առաջի գրագոցը կարծեմ 8-9 կողմերը եղավ, ես լարվածությունը զգում էի։ Եվ եթե այդ ելույթը նայես, ես նորից մի անգամ եմ նայել հետո, ես փորձել եմ այդ կոչը անել։ Եվ երբ գնում էի այդ մամուլի ասուլիսին, նախագահին Քոչարյանին ասել եմ, որ մի պայմանով եմ ես դա անում, որ այսինքն չեք արել բան, որ այսօր վերանայման կարիք ունի։ Ինձ թույլ տաք, որ ես ծեր անունից ասեմ, որ իշխանությունները պատրաստ են երկխոսության գնալու։ Նախագահը ասեց, որ կարող ես ասել։ Ես միան դրա համար գնացի եւ այդ ուրեմն մամուլի ասուլիսը արել եմ, հիմնվելով ինձ դրված իհարկե ինֆորմացիա։ Ժամանակը սպառվում է, բայց եթե կարելի է կարճ, ինչ կասի այս անգամ Համերբերգը։ Այն ինչի մասին դուք խոսեցիք։ Դժվարում եմ ասել, բայց չեմ կարծում, որ ինչ-որ գոհունակություն կարող է ցույց տա Համերբերգը, որտեղ հիմքերը շատ են։ Չգիտեք, որտեղ այն պահանջները, խնդիրները, որ դրվել է Եվրոպայի խորհրդի կողմից, մեր իշխանությունների առաջ դերևս դրանք չեն իրականացվել։ Շատ բան կա անելու։ Ես իրոք չգիտեմ նա ինչ կասի, բայց չեմ կարծում, որ ինչ-որ նաև դրվադանքի խոսքեր գասի մեր իշխանության նկատմամբ։ Շատ լավ։ Շնորհակալություն պարոն Օսկանյանի հրավերն ընդունելու համար։ Այսպեսին էր հեռանկարը Վարդան Օսկանյանի մասնակցությամբ։ Շնորհակալություն։ Այսքանը, հաջողություն։